Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ հղիության տեստի վրա երևում է այդքան սպասված երկու կարմիր գծիկը։ Երբ որ տեստը դրական է, չի նշանակում, որ հղիությունը կա, պետք է հանգիստ նստել եւ սպասել։ Հղիության ուլտրաձայնային հաստատումը պարտադիր մեթոդ է։ Ինչ պարբերականությամբ է իրականացվում ուլտրաձայնային հետազոտությունը։ Հստակ որոշակի ժամկետներում է կատարվում յուրաքանչյուր հետազոտություն։ Կան հղիներ, ովքեր պատրաստ են ամեն առիթի իրականացնել հետազոտությունը, հասկանալու համար իրենց փոքրիկի հետ ամեն ինչ նորմալ է թե ոչ, եւ մյուս խումբ կանայք, ովքեր հիմնականում խուսափում են մտածելով, որ դա ավելորդ ճառագայթ է իրենց բալիկի համար։ Ցավոք սրտի կարող են առանց արատիել որևէ քրոմոսոմային հիվանդությամբ երեխաներ էլ ծնվեն, հա։ Շատ դեպքերում հղիների հաշվարկը հղիության ժամկետի հետ կապված չի համընկնում մանկաբարձ գինեկոլոգի հաշվարկի հետ։ Ոնց կարող է լինել այդպես, ես հաստատ այդ հղիությունս այդ ժամկետում չէ, որովհետև կամ ամուսինս այդ ժամանակ Հայաստանում չէր։ Արդի են այդ գենդեր փարթիները, երբեմն ձեզանից ինֆորմացիան, ինչպես է այդ հաղորդում ինֆորմացիան, որպես իրենց համար ծածուկ լինի։ Հնարավոր է վաղ ժամկետներում սեռի սխալվելը, հա, աղջիկ է թե տղա, բայց շատերը պատրաստ են նույնիսկ դրան, ուղղակի որ գենդեր փարթին կայանա։ Բարև ձեզ, ես Անին եմ։ Մեդֆորումում խոսելու ենք հղիության հաստատումից եւ հսկողությունից։ Իմ հյուրը Էրեբունի բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ, ուլտրաձայնային հետազոտության մասնագետ Աննա Աղազարյանն է։ Բարև ձեզ, բժշկուհի։ Ողջույն, Անի ջան։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվել եք ինձ։ Ես էլ եմ շնորհակալ հյուրընկալելու համար։ Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ հղիության տեստի վրա երևում է այդքան սպասված երկու կարմիր գծիկը։ Բայց անմիջապես ուրախությանը հաջորդում է հարցը, երբ այցելել մանկաբարձ գինեկոլոգին։ Իրականում հղիության մի քանի հաստատման մեթոդներ կան, բայց ամենահասանելի մեթոդը հղիության տեստի միջոցով հղիության հաստատումն է։ Սա հասանելի է, բայց ամենաարդյունավետ եւ հավաստի մեթոդը չէ։ Ուղղակի առաջի մեթոդը, որով կինը կարողանում է իմանալ լուրը, դա հղիության տեստն է։ Այսինքն հնարավոր է, որ տեստը ունենա կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունք։ Այո, իհարկե կարող է։ Հղիության տեստը ինչպես է աշխատում, մենք օգտագործում ենք առօրյայում, դրանք որակական տեստերն են։ Ինչպես է աշխատում, հղիության ընթացքում ինչպես արյան մեջ, այնպես էլ մեզի մեջ մարդու խորիոն գոնադոտրոպինը բարձրանում է քանակը։ Եվ բարձրացման հետ, որպես ինդիկատոր, տեստը լինում է դրական, բայց կարող են կեղծ դրական պատասխաններ լինել կապված մի շարք հիվանդությունների հետ, օրինակ վերարտադրողական համակարգի ուռուցքային հիվանդությունների հետ կապված, կարող են լինել այնպիսի դեղորայքների ընդունման ժամանակ, որոնք պարունակում են խորիոն գոնադոտրոպին, կարող են հղիության ընդհատման աբորտների վիժումների որոշ ժամանակ անց նույնպես դրական տեստեր լինեն, որովհետև հղիության ընդհատումից անմիջապես հետո չէ, որ խեգեի քանակը իջնում է։ Ինչպես նաև կարող ենք ունենալ հղիության կեղծ բացասական պատասխաններ, դրանք կարող են լինել, երբ որ հստակ կանոններին չենք հետևում օգտագործման ժամանակ, դաշտանային ցիկլի խանգարումների ժամանակ լինել կեղծ բացասական պատասխան, երբ որ հստակ օրը ճիշտ չենք ընտրում օգտագործելու համար տեստը, ինչպես նաև էլի որոշակի հիվանդությունների ժամանակ։ Այսինքն ունենք տեստի կիրառման հստակ կանոններ, հա, ժամանակացույց կամ ինչպես կողմնորոշվել ճիշտ կիրառել։ Որպես այդպիսին տեստը լինում է դրական բեղմնավորումից հաշված կանոնավոր ցիկլի պայմաններում մոտավորապես 14 օր անց եւ ավել։ Տեստը արդեն դրական է, տեսանք այդքան սպասված երկու կարմիր գծիկը, երբ դիմենք մանկաբարձ գինեկոլոգին։ Երբ որ տեստը դրական է, չի նշանակում, որ հղիությունը կա, պետք է հանգիստ նստել եւ սպասել։ Բացի տեստից կա նաեւ արյան միջոցով հղիության հաստատում, միջև ուլտրաձայնին անցնելը, դա էլ ասեմ, որը ամենահավաստի մեթոդն է եւ ամենավաղ ախտորոշման մեթոդը արյան միջոցով։ Ինչ ուլտրաձայն անցնելը։ Այո, պարտադիր մեթոդ չէ, բայց ամենահավաստի մեթոդը դա արյան միջոցով խորիոն գոնադոտրոպինի քանակի որոշումն է, որը ի տարբերություն տեստի ավելի վաղ կարող ենք ախտորոշել, մոտավորապես բեղմնավորումից 8 օր անց արդեն կարող ենք ունենալ խեգեի քանակի բարձրացում արյան մեջ։ Նորմայում արյան մեջ խեգեի քանակը 5-ից ավել պետք չէ լինել, հղիության ժամանակ սկսում է բարձրանալ։
Նորից անդրադառնանք տեստին, տեստով կամ արյունով հղիության հաստատումից հետո անպայման պետք է դիմել բժշկի ուլտրաձայնով հաստատելու համար հղիությունը։ Հղիության ուլտրաձայնային հաստատումը պարտադիր մեթոդ է, որովհետև անկախ նրանից նախորդ երկու մեթոդներով հաստատել ենք հղիություն թե ոչ, պետք է մենք հստակ իմանանք հղիությունը արդյոք արգանդային է թե արտարգանդային է, անփոխարինելի մեթոդ է ուլտրաձայնը այս պարագայում, հա։ Նաև պետք է հաստատենք արդյոք զարգացող հղիություն է մեր հղիությունը, հա, գնահատելով սրտի բաբախը։ Եվ ուզում եմ շեշտել, շատ կանայք վախեր ունեն ներհեշտոցային սոնոգրաֆիայի կիրառման հետ կապված, պարտադիր է վաղ ժամկետներում հենց ներհեշտոցային սոնոգրաֆիայի կիրառումը։ Բայց ամեն դեպքում, այո, ինչպես նշեցիք, շատ կանայք հենց ունեն մտավախություն, որ դա այնքան էլ անվտանգ մեթոդ չէ, ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտությունը, որ կարող է վնասել պտղին։ Կարծրատիպ է, համապատասխանում է իրականությանը։ Ոչ, սրանք ուղղակի միֆեր են, ամբողջ աշխարհն է ներհեշտոցային սոնոգրաֆիան օգտագործում, վաղ ախտորոշման մեթոդ, այ առհասարակ հղիության ամբողջ ընթացքում որովայնային սոնոգրաֆիային միշտ ուղեկցում է ներհեշտոցային սոնոգրաֆիան, 4-ից 5 շաբաթական ժամկետում արդեն մենք կարող ենք հաստատել հղիությունը։ Ներհեշտոցային սոնոգրաֆիան կարևոր է նաև ոչ միայն հղիության հաստատման համար, այլ կարևոր է նաև փոքր կոնքի օրգան համակարգերի գնահատման համար, որովհետև փոքր ժամկետներում է, որ կարողանում ենք այլ օրգան համակարգերը եւս նայել, որովհետև հղիության մեծացման հետ դառնում են արդեն անհասանելի այլ օրգան համակարգերի հետազոտությունը, հա։ Դրանք կարող են արգանդի պարանոցի գոյացությունները եւ նորագոյացությունները լինել, ձվարանների գոյացությունները, ինչպես նաեւ կոնքում առկա անոթների տրոմները։ Ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտությունը միայն փոքր ժամկետներում է ցուցված, թե ավելի մեծ շրջանում ապտղի ավելի զարգացման հետ կապված էլի կարելի է իրականացնել։ Իհարկե, ես նորից եմ ասում, որովայնային եղանակին միշտ հղիության ընթացքում ցանկալի է զուգակցել նաև ներհեշտոցային եղանակը։ Հղիության ընթացքում ինչ պարբերականությամբ է իրականացվում ուլտրաձայնային հետազոտությունը։ Ուլտրաձայնային հետազոտությունը առաջինը պարտադիր իրականացվում է հաստատման համար 4-ից 5 շաբաթականում կարող ենք, բայց ավելի ցանկալի է 6-ից 8 շաբաթական ժամկետում կատարել ուլտրաձայնը, որպեսզի գնահատենք նաև սրտի բաբախը, որովհետև բաբախը արդեն հստակ վիզուալիզացվում է 6 շաբաթականից սկսած։ Հետագայում պարտադիր հետազոտություններ կատարվում են ուլտրաձայնային, առաջին սկրինինգային հետազոտությունը կատարվում է 12-ից 14 շաբաթական ժամկետում։ Այսինքն յուրաքանչյուր սկրինինգային ծրագիր հենց նախատեսված է որոշակի փուլում, որոշակի հիվանդություններ կամ ախտաբանություններ ախտորոշելու համար, հա, պտղի մոտ։ Այո, հստակ որոշակի ժամկետներում է կատարվում յուրաքանչյուր հետազոտություն։ Օրինակ առաջի ուլտրաձայնային հետազոտությունը, սկրինինգային հետազոտությունը կատարվում է հենց 12-ից 14 շաբաթական ժամկետում, որտեղ գնահատում ենք պտղի վիճակը, ժամկետն ենք հստակեցնում եւ նաեւ պտղի պարանոցի հաստությունն ենք գնահատում, քթոսկրի առկայությունը եւ մի շարք կարեւոր հատկանիշներ, դրանք զուգակցում ենք բիոքիմիական գենետիկ արյան անալիզների հետ եւ միջազգային FMF ծրագրով հաշվում են քրոմոսոմային մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը տվյալ պտղի մոտ։ Հստակ ժամկետ կա, 14 շաբաթականից հետո այս հետազոտությունը արդեն իրականացնել չենք կարող։ Երկրորդ հետազոտությունը կատարվում է 18-ից 22 շաբաթական ժամկետում, որի ժամանակ եւս գնահատվում է պտղի վիճակը, հստակ ժամկետն է որոշվում, ինչպես նաև կատարվում է բոլոր օրգան համակարգերի գնահատումը, հա, կատարվում է նեյրոսոնոգրաֆիա, էխոկարդիոգրաֆիա եւ մնացած բոլոր օրգանների գնահատականն է կատարվում։ Մյուս հետազոտությունը կատարվում է 26-ից 28 շաբաթական ժամկետից սկսած, դա դոպլեր հետազոտությունն է։ Ինքը դոպլերը պարտադիր հետազոտություն չէ, կատարում ենք հստակ ցուցման պայմաններում, որտեղ գնահատվում է պտուղ, ընկերք եւ մայր արյան շրջանառությունը եւ ինչպես նաեւ զուգակցվում է ուլտրաձայնը։
պտղի վիճակն է գնահատվում։ Եվ վերջի սոնոգրաֆիան կատարվում է 34-ից 36 շաբաթական ժամկետում, նախածննդյան սոնոգրաֆիան է, որտեղ գնահատվում է պտղի դիրքը, դրությունը, սպասվելիք քաշը, պտղաջրերի քանակը եւ այլն։ Եվ ընթացիկ եւս կարող են ուլտրաձայնային հետազոտություններ կատարվել ոչ պարտադիր ըստ բժշկի ցուցման։ Ուլտրաձայնի հետ կապված մոտեցումները տարբեր են։ Ինքներդ հաստատ ձեր պրակտիկայում հանդիպել եք, երբ կան հղիներ, ովքեր պատրաստ են ամեն առիթի իրականացնել հետազոտությունը հասկանալու համար իրենց փոքրիկի հետ ամեն ինչ նորմալ է թե ոչ, եւ մյուս խումբ կանայք, ովքեր հիմնականում խուսափում են մտածելով, որ դա ավելորդ ճառագայթ է իրենց բալիկի համար։ Այս մոտեցմանը ինչպես եք վերաբերվում։ Ուլտրաձայնը իրականում ամբողջ միջազգային հարթակներում դա ասվում է, որ ինքնին անվնաս հետազոտություն է, բայց իհարկե ցանկալի չէ անընդհատ կատարել եւ հոգեբանական տեսանկյունից եւ ընդհանրապես, բայց ինչ վերաբերում է Դոպլեր ռեժիմին, Դոպլերը բավականին մեծ հզորությամբ էներգետիկ ազդեցություն ունի, որի կիրառումը շատ սահմանափակ է ցանկալի։ Առհասարակ փոքր ժամկետներում Դոպլեր ռեժիմը ցանկալի չէ միացնել, միայն խիստ անհրաժեշտության դեպքում է պետք կատարել։ Դրանով է պայմանավորված, որ ողջ հղիության ընթացքում մեկ անգամ է իրականացվում։ Այո, այն էլ անհրաժեշտության դեպքում։ Այսինքն այն հղիները, ովքեր հրաժարվում են անցնել այս հետազոտությունը, կոնկրետ Դոպլերը, արդարացված է, թե ամեն դեպքում որպես մասնագետ դուք խորհուրդ եք տալիս անցնել այս հետազոտությունը։ Հավելյալ հետազոտություն որպես այդպիսին ցանկալի է ինքը, բայց եթե հղիությունը նորմալ է ընթանում, չունենք որևէ արյան շրջանառության խանգարումներ, կարող են եւ չանցնել, պարտադիր չէ։ Նշեցիք, որ յուրաքանչյուր փուլում ուլտրաձայնային հետազոտությունը տալիս է որոշակի տեղեկատվություն, ինֆորմացիա պտղի մասին։ Եթե բաց ենք թողել այդ շրջանը, հաջորդ շրջանում մենք կարող ենք այդ խնդիրը հայտնաբերել, թե արդեն բաց թողեցինք։ Օրինակ առաջի սկրինինգային հետազոտության բաց թողնման պայմաններում արդեն չենք կարող, որովհետև հաջորդ հետազոտություն ուլտրաձայնային չի լրացնում առաջի սկրինինգային հետազոտությանը, ինչով, որովհետև ցավոք սրտի կարող են առանց արատիել որևէ քրոմոսոմային հիվանդությամբ երեխաներ էլ ծնվեն, հա, պարտադիր չէ արատ ունենա, օրինակ դաունով երեխան կարող է եւ սրտի արատ չունենալ, ասենք, թե որ հանգիստ լինենք, հետագայում սիրտը կնայենք կամ մատերը կհաշվենք, դա այդպես չի, որ վստահ լինելու ենք, որ ամեն ինչ նորմալ է։ Ուղղակի կան հավելյալ հետազոտություններ, որոնք բաց թողնման պայմաններում կարելի է կատարել այդ գենետիկ առումով հետազոտություններ։ Այսինքն չափազանց կարևորը մեր կոչը կանանց այն է, որ բաց չթողնեն որևէ շրջանում իրենց ցուցված հետազոտությունները։ Այո, յուրաքանչյուր ժամկետում ցուցված հետազոտությունը ցանկալի է կատարել հենց այդ ժամկետում։ Բժշկի ջան, շատ դեպքերում հղիների հաշվարկը հղիության ժամկետի հետ կապված չի համընկնում մանկաբարձ գինեկոլոգի հաշվարկի հետ։ Ինչով է սա պայմանավորված։ Շատ հնչող հարց է, որովհետև շատ հղիներ են հենց զարմանում, երբ որ գալիս են հաշվառման կամ բժշկի, միշտ ոնց կարող է լինել այդպես, ես հաստատ այդ հղիությունս այդ ժամկետում չէ, որովհետև կամ ամուսինս այդ ժամանակ Հայաստանում չէր, կամ միասին չենք, միշտ այդպիսի հարց է առաջանում։ Իրականում հղիների մեծ մասը իրենց հղիության ժամկետը հաշվում են բեղմնավորման օրից սկսած։ Հղիների մի մասը հստակ օր գիտի, բայց մենք բոլորս չէ որ գիտենք հղիների բեղմնավորման օրը, դրա համար մանկաբարձությունում ընտրված է պայմանական ժամկետի հաշվումը վերջին դաշտանի առաջի օրով։ Բոլոր հղիների հղիության ժամկետը իհարկե կանոնավոր դաշտանային ցիկլի պայմաններում, որովհետև անկանոն դաշտանային ցիկլի պայմաններում երբեմն դաշտանի հետ էլ չի համընկնում հստակ հղիության չափը եւ գեստացիոն ժամկետը։ Դրա համար կանոնավոր դաշտանային ցիկլի պայմաններում մենք պայմանական ժամկետ հաշվում ենք վերջին դաշտանի առաջին օրից սկսած, որովհետեւ եթե բեղմնավորման օրը ոչ բոլորն են հիշում, ապա վերջին դաշտանի առաջի օրը հիմնականում բոլորը հիշում են։ Հղիության հաստատումից հետո հաջորդ բանը, որ ուզում են իմանալ, դա երեխայի սեռն է, հատկապես հայկական ընտանիքներում դա չափազանց կարևոր է։
Եվ սեռը հիմնականում հաստատում եք ուլտրաձայնի միջոցով։ Դա որ ժամկետն է, որ կարող եք հստակ ասել սեռի մասին ինֆորմացիան։ Սեռի մասին առաջին ինֆորմացիան կարող ենք ասել 12 շաբաթականից սկսած, որովհետև սեռական օրգանների զարգացումը պտղի մոտ ավարտվում է 12 շաբաթականում։ Այսինքն միջև այդ շատերը պահանջում են մեզ փոքր ժամկետում սեռը հստակ ասել, անհնար է։ 12 շաբաթականից սկսած արդեն կարող ենք լուրը հայտնել սեռի մասին, երբեմն հնարավոր է առաջի սկրինինգային հետազոտության ժամանակ սխալվել սեռի հետ կապված, բայց հիմնականում 12 շաբաթականից սկսած արդեն կարելի է ասել սեռը։ Հիմա չափազանց այսպես տարածված են, չէ՞, ORD են այդ գենդեր փարթիները, երբեմն ձեզանից ինֆորմացիան, ինչպես է այդ հաղորդում ինֆորմացիան, որպես իրենց համար ծածուկ լինի։ Ուզում հասկանամ ում եք տալիս այդ ինֆորմացիան, իրանք են ընտրում, ում հայտնել, թե ինչպես է կազմակերպում process-ը։ Հա, ինչ որ վերջերս շատ տարբեր տեսակի միջոցառումներ են կազմակերպում, շատերը սեռի լուրը ուզում են իմանալ ինչ որ միջոցառման ժամանակ, տենց ուղղակի գաղտնի կերպով գրվում է թղթի վրա ծրարի մեջ հանձնվում է իրեն։ Երբեմն իհարկե հնարավոր է վաղ ժամկետներում սեռի սխալվելը, հա, աղջիկի հետ տղա, բայց շատերը պատրաստ են նույնիսկ դրան, ուղղակի որ գենդեր փարթին կայանա։ Շնորհակալություն Բժշկուհի ջան մեզ հյուրընկալվելու համար եւ այսքան տեղեկատվություն տրամադրելու համար, ինչը կարծում եմ չափազանց կարեւոր էր ներկա հղիների ապագայում մայրանալ ցանկացողների համար։ Ես էլ եմ շնորհակալ Անի ջան հյուրընկալելու համար, հուսամ ես մեր փոքրիկ զրույցը կօգնի մեր հղիներին ավելի իրազեկված լինել։ Հետևեք բժշկի ցուցումներին բաց չթողնելու համար որևէ կարևոր հետազոտություն առողջ բալիկ ունենալու համար։